Բարև ձեզ, առաջին եթերում հարցազրույցն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը իր նոր համերգաշրջանը սկսում է ներկայացնելով ավստրալիացի օպերային երգչուհի Լիզա Բելի մենահամերգով։ Համերգն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ որ ամենակարևորն է, համերգի ողջ հասույթը տրամադրվելու է Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամին։ Համերգի հատուկ հյուրն է հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը հարցազրույցի տաղավարում է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեր հրավերի համար։ Լավ եք զգում ձեզ Հայաստանում։ Շատ։ Երկար ժամանակ չեք եղել։ Ոչ, ամեն տարի եմ Հայաստանում ես, ամեն տարի։ Ամեն տարի։ Այս անգամ եկել եք Լոս Անջելեսից։ Այս անգամ ասեմ մի բարեգործական համերգ է Լոս Անջելեսում։ Երկու, մեկը եղավ Բրիզբենում, որտեղ որ Լիսան է ապրում, առաջին բարեգործական համերգը եղավ այնտեղ, երկրորդը եղավ Լոս Անջելեսում եւ երրորդը Հայաստանում։ Բոլոր բարեգործական համերգները նվիրվում են Նվիրիր կյանք հիմնադրամին։ Այո, հասույթը բոլորը նվիրվում է երեխաներին, հիվանդ երեխաներին։ Լավ գործականում պիտի ասել։ Ով որոշեց։ Սա մեր երկուսի գաղափարն էր, Լիսայի եւ իմ, բայց ասեմ որ Լիսան այս հիվանդությունը ունեցել է եւ հաղթահարել է երկու անգամ։ Եվ Լիզան քաղցկեղի դեմ բուժվել է։ Այո, լիարժեք, փառքաստ։ Այո։ Երկրորդը կարծեմ 2005-ին էր եւ մենք միասին աշխատում ենք գրեթե 10 տարի։ Ոչ ամեն օր, որտեղ ինքը Բրիզբենում է, ես Սիդնեյում եմ, ուրեմն իմ ներկայացման ժամանակ Տոսկայի երկում Բրիզբենում եկավ եւ ուսուցիչ էր փնտրում, խնդրեց իմ դիրիժորին, որ ծանոթացնի ինձ հետ եւ այսպես սկսվեց մեր աշխատանքը 10 տարի առաջ։ Եվ ինքը արդեն ունեցել էր այդ հիվանդությունը։ Այս ընթացքում 2005-ին երկրորդը եղավ։ Եվ այդ օրը պիտի օդանավակայան էի գնում, որ գնամ իր մոտ աշխատելու, հրաժարվեց, որ պատասխան է ստացել, որ նորից հետ է եկել այդ հիվանդությունը, շատ տխրեցի, մի խոսքով հաղթահարեց տարբեր բուժումներով եւ գիրք գրեց այս իր ճանապարհի մասին, իր կյանքի ճանապարհի մասին, որը հաղթահարել է։ Եվ ձայնագրեցինք 9 երգ, ամեն մեկ գրքի մասը ունի մեկ երգ, այդպես, եւ ձայնասկավառակը իր հետ բերել է այստեղ որոշ քանակով, որպեսզի վաճառվի եւ նույնպես այդ գումարը հատկացվի երեխաներին։ Ուրեմն խոսում էինք միասին, անցյալ տարի ես իրեն նվիրեցի Հայաստանից կոնյակ Արարատ անունով։ Իր ծննդյան օրն էր, բացեց ասեց. «Վա, Արարատ», ասեց, «Ես ծնվել եմ Արարատում»։ Ասեցի, «Ինչպես»։ Ասեց, «Իմ ծննդյան վայրը, քաղաքը Բրիզբենում կա մի Արարատ կոչվող փոքրիկ քաղաք, որտեղ իր ծննդավայրն է»։ Եվ պատմեց հուզումով Արարատ, հայկական Արարատ, այո։ Դուք էլ չգիտեիք։ Ես էլ չգիտեի։ Ասում եմ, Լիսա, իսկ ինչ գիտես Արարատի մասին։ Լիզան ձեր աշակերտուհին է։ Իմ ուսանողուհին է, այո։ Ես իր հետ աշխատում եմ 10 տարի արդեն։ Սովորել է Նյու Յորքում, սովորել է Ջուլիարդ դպրոցում, սովորել է Իտալիայում 6 ամիս, եւ միասին ենք արդեն 10 տարի։ 10 տարի 10 տարի գրեթե, այո։ Գիտեք, ընդմիջումներով իհարկե, ոչ ամեն շաբաթ եւ այլն, եւ այդպես երբ որ տեսավ, ասեցի, գիտես, մենք արդեն սկսել էինք բարեգործական, ինքը անում է երբեմն հանդիպումներ հիվանդ կանանց հետ, որոնք պահանջ ունեն լսել։ Արդեն հասկանալի է բարեգործական համերգների մղումը որտեղից է գալիս։ Այդտեղից մենք որոշեցինք, որ պիտի, ինչու Հայաստան գալու եւ Լոս Անջելես եւ այնտեղ, երբ որ խոսում էինք այս մասին, Շուշան ինձ մոտ էր հունվարին, խոսում էր առաջի հանրապետության առաջի տիկնոջ մասին, որ անում է բարեգործական գործունեություն եւ օգնում է հիվանդ երեխաներին, այս գաղափարը խոսում էինք, երբ ես աշխատում էի Լիսայի հետ մեր տանը, Սիդնեյ էր եկել։ Ասեց, իսկ ինչ կլինի, որ ես էլ գնամ բարեգործություն, համերգ անեմ, ասեց, կարող ենք գնալ Հայաստան։ Ասեցի, պիտի մտածեմ, Լիսա, պիտի խոսենք, որովհետեւ նախ պետք է իմանանք, երբ է հարմար Հայաստանին։ Եվ ծրագրեցինք համերգներ անմիջապես, մինչև ծրագրելը խոսվեց Շուշանի հետ։
Շուշանին ասի Շուշան հնարավոր է որ առաջի տիկնոջը տեղյակ պահես այս մասին, եթե կարող ենք մենք նույնպես օգնենք երեխաներին, սա Լիսայի ցանկությունն է։ Եվ Շուշանը օգնեց մեզ եւ համաձայնությունը ստացանք, սկսեցինք աշխատել։ Եվ առաջի համերգը եղավ Բրիզբենում եւ հետո Լոս Անջելեսում, որտեղ բավական գումար հավաքվեց, պիտի ասեմ որ մոտավորապես $5,000-ից ավել $5,000 ավել գումար արդեն հավաքվել է ֆոնդին։ Տիկին Մանսուրյան, դուք վաղուց եք Ավստրալիայում։ Գրեթե 16-17 տարի, այո։ Ինչը ձեզ տարավ Ավստրալիա, այդքան հեռու։ Գիտեք, ես ունեի կոնտրակտ 92-ին, երբ Ավստրալիա մեկնեցի հրավերով հայ համայնքի, այնտեղ ունեցա ունկնդրում Սիդնեյ օպերայում եւ նամակ ստացա, որ ինձ շատ սիրել են եւ Տուրանդոտի կոնտրակտ ունեցա երկելու եւ այսօրվա նման հիշում եմ 95 թվականի փետրվար 6-ին երկեցի մեկ ներկայացում տվեցին սկիզբը եւ այդ մեկ ներկայացումը սկսեց արդեն Այսինքն հրավերքն է եղել պատճառը, որ դուք տեղափոխվել եք։ Սովորաբար ասում են բարդ ժամանակներ էին Հայաստանում, դե ես էլ թողեցի գնացի։ Շատերը այդպես են ներկայացնում։ Ես երբեք չեմ ուզել Հայաստան։ Գիտեք, սա չեմ ասում, որտեղ հաղորդում է հեռուստատնո։ Երբեք չեմ ուզել գնալ Հայաստանից, եւ ինչ այսօր ես ինձ չեմ համարում, որ Հայաստանից դրսում եմ, Հայաստանից դուրսն եմ ապրում, չէ, չեմ մտածում այդպես, որտեղ ամբողջ զգացումներով, ուղեղով, մտածելակերպով Հայաստանում եմ։ Հետևում եք նաև Հայաստանից եկող տեղեկատվությանը, ինչ է կատարվում Հայաստանում, հատկապես Հայաստանի մշակութային իրականությունում։ Ինչ է կատարվում մեր մշակութային իրականությունում։ Ես գիտեք ինչ։ Հեռավոր Սիդնեյից, եթե դիտեք։ Այս դժվար հարց է, որովհետև շատ չգիտեմ խոհանոցը։ Շատ չգիտեմ։ Գիտեմ, որ ամենտեղ կա երաժշտություն, ամենտեղ կա երգ, բայց մի բան կա, որը ցավով եմ միշտ լսում, հայկական երաժշտության կորուստն եմ զգում։ Մաքուր հայկական երաժշտության կորուստը, դա եմ զգում, դա կարող եմ ասել միայն, որտեղ ինտերնետով եմ այս բոլոր, որտեղ մենք չունենք հեռուստատեսություն Երաժշտության կորուստ, թե երաժշտության մաքրության կորուստ, որակի կորուստ։ Հայ երաժշտության կորուստ, հայ իհարկե մաքրության կորուստ, բնականաբար։ Ինչ է կարծում, ինչի հետևանք է դա, ինչու է։ Գիտեք ինչ, կարծում եմ նախ առաջի հերթին ընտանիքից եկող բան է, առաջի հերթին, որտեղ երեխան ծնվում է, ժամանակին մենք լսում էինք կար հաղորդում, եթե հիշում եք Ֆիլարմոնիա Շկոլնիկով, Կիրակի օրերը դպրոցականների համար դասական երաժշտություն էր կատարվում, օրկեստրով շատ լավ հիշում եմ, խոսում էին, բացատրում էին այս գործիքը ինչ է ասում, այս մասը հիմա ինչ է, Պրոկոֆիևին նվագում էին ոչ միայն հայ հեղինակների, այլ առհասարակ միջազգային կոմպոզիտորների գործեր, եւ մենք գիտեինք, երաժշտություն գիտեինք։ Դա շատ կարևոր բան է, կարծում եմ, որ փոքրուց պետք է այդ մասին մտածել։ Եվ ինչ խոսք դպրոցներում, ինչ խոսք ռադիոյով, հեռուստացույցով, այս բոլորը պիտի առաջնայինը լինի մերը, դրսի ազդեցություն շատ կա։ Մեզ հայտնի է, որ դուք դրսում Կոմիտասի պրոպագանդող եք համարվում։ Հեշտ են կալվում Կոմիտասը դրսում։ Շատ սիրում են։ Այ հիմա ուսանողուհիս ասում են Լիզան էլ պիտի կատարի։ Անպայման։ Հայրեն։ Ինքը Լոս Անջելեսում կատարեց Չինարես, Կոմիտաս, Գարունա եւ կռունկ։ Պատրաստեցի կռունկը, ասեցի պիտի երկես կռունկը եւ բացատրում ես կռունկը։ Կռունկը մեր հայտնի հայերեն։ Այո։ Այդպես։ Այո։ Ակլսեք, համերգին կլսեք։ Իսկ դուք կատարելու եք որևէ։ Այո։ Կոմիտաս կանաչյան օրոր Հենդել մեկ եվրոպական գործ բարոկ եւ միասին կատարում ենք զուգերգ Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերայից։ Բախտավոր անձնավորություն եք։ Մանսուրյանների գերդաստանը մի ամբողջ աստղաբույլ է ներկայացնում։ Շնորհակալ։ Կա կապը ձեր միջև։ Իհարկե կա։ Պիտի նաև հետո հարցնեմ Տիգրան Մանսուրյան կատարում եք թե ոչ։ Իհարկե կատարում եմ։ Ոչ միայն ես։ Տիգրան Մանսուրյան։ Ոչ միայն ես։ Ուսանողուհիս անցյալ տարի կատարեց Համուսայանի շարքը։ Ավստրալացի ուսանողուհիս հայերենով։ Փայլուն։
Ափսոս ձայնագրությունը չեմ բերել, ես նկարել եմ ամբողջ համերգը։ Համերգ չէր, քննություններ։ Քննությունը այդ տարի պիտի 5-րդ երամսյակում, ինչպես է հայերեն չգիտեմ, trimester կատարվում է vocal cycle։ Բոլորին տալիս են vocal cycle, իրեն տվեցի Մանսուրյան համասարանի vocal մայրամուտի երգեր շարքը։ Հրաշալի։ Շատ սիրում եմ եւ երբեմն միջանցքում լսում էի հատվածներ, ուրախ եմ, Rian Saunders։ Դուք միշտ Տիգրան Մանսուրյանի նման էլ խոսում եք։ Մենք մոտ ենք, մենք շատ ենք հանդիպել այս տաղավարում։ Եղբայրս է։ Իսկ կապը կոնսերվատորիայի հետ կա Երևան։ Այստեղի կոնսերվատորիայի հետ։ Ոչ, չկա։ Չկա, անցյալ տարի էր կամ նախանցյալ տարի էր, որտեղ ամեն տարի եմ այստեղ չեմ հիշում, առաջարկ եղավ լինել master class, վարպետության դասեր։ Վարպետության դասեր անցկացնելու։ Ձեզ հրավիրել էին։ Ոչ, չհրավիրեցին։ Ես առաջարկեցի, ավելի ճիշտ Շուշանը առաջարկեց, թե ինչ որ մեկը առաջարկեց, չեմ հիշում, Շուշանը չէր։ Ասեցին, որ հիմա ժամանակը չէ, սեպտեմբերն դասերը սկսված են, ցավում եմ, որ չեղա, որտեղ ես ունեցել եմ վարպետության դասեր Չինաստանում, Ավստրալիայում։ Ինչու՞ չեղա, որևէ մեկը խոչընդոտեց դրան։ Չգիտեմ։ Ես չեմ սիրում խորանալ։ Ասեցին չէ, վերջացավ։ Ձեզ չէին ուզում թե ընդհանրապես վարպետության դասերին։ Ասեցին, որ նոր է սկսվել դասերը, ժամանակահարմար չէ։ Ինչքանով հարմար չէ, չգիտեմ, ինչ կապ ունի նոր են սկսվել կամ տարվա մեջտեղն է, չհասկացա ինչու։ Հայաստանում երաժշտարվեստի մասին շատ հակասական խոսակցություններ կան, որ մենք վատ ճաշակ ենք ձևավորում շատ երգերով, դուք էլ նոր ձեր խոսքում նշեցիք, որ մաքուր չի կատարվում կամ ճիշտ երգեր չեն ընտրվում կամ այդ երգերը մեր մշակույթին հարիր չեն։ Որտեղ պիտի այդ ճաշակը ձևավորել եւ ինչից պիտի սկսել։ Դպրոցում։ Եթե տանը չի։ Քիչ են դպրոցները, շատ են, դպրոցներ շատ կան։ Եթե դպրոցում ունենան 1 ժամ երաժշտության դաս եւ երեխաները լսեն օրինակ կոմիտաս։ Այդ ժամը կոմիտաս թող լսեն, չսիրելով թող լսեն։ Թող լսվի իրենց ականջը, թող լսեն։ Կարծում եմ, որ դա ճիշտ լուծում կլինի։ Կարծում եմ, որտեղ դպրոցից են սկսում սովորել։ Չէ, երեխաներ կան, որ օրինակ Սփյուռքում տանը հայերեն խոսում են, աստիճանաբար մոռացվում է հայերենը, որտեղ իրենք հիմնականում դպրոցում են, հիմնականում դրսում են։ Ուրեմն եթե սա դպրոցում լինի, այդ կենտրոնացումը լինի ոչ միայն հայ պատմություն, նաև հայ երաժշտությունը լսելու, կարծում եմ, որ ճիշտ կլինի դա։ Այդ տարիքից, նույնիսկ առաջի դասարանից, երբ դեռ իրենցը չի կառուցվել, երբ դեռ չի աղտոտվել իրենց ականջը։ Այսինքն կոմիտասը պիտի լինի առանցքում, շատերն են այդպես համարում։ Ինչպես ներողություն։ Շատերն են այդպես գտնում, որ կոմիտասը պիտի լինի մեր մշակութային իրականության, մեր ժառանգության, ամեն ինչի առանցքում։ Բայց այսօր գիտեք ինչն է վիճելի։ Մենք կոմիտասով ապրում ենք կամ ավելի շուտ մոտենում ենք կոմիտասին, թե հեռանում ենք։ Այսօրվա օրով հեռացել ենք։ Ես իմացա, որ խումբ կա, որպեսզի չսխալվեմ։ Գիտեք, ես հեռվում եմ եւ չեմ ուզում քննադատել կամ ինչ-որ ասել ոչ։ Բայց ինչքան որ ես գիտեմ, վերջերս լսեցի, որ չեմ հիշում ինչ խումբ է, կոմիտաս պիտի երգեն եւ ունեին համերգային ուղևորություն։ Ինչ լավ է, ասեցի Շուշան, կոմիտասեն երգելու խումբ է կարծեմ, ցավում եմ, որ վստահ չեմ, բայց կարծես թե սկսում են, հիմա ինչքան որ նայում եմ ինտերնետային կայքը, տեսնում եմ, որ կոմիտաս անունը ավելի է հաճախ է գրվում, հաճախ է լսվում, հաճախ է, կարծես թե սկսվում է, կարծես թե։ Սկսում են, եւ դա լավ է։ Այո, հրաշալի է։ Բայց բոլորը իրավունք ունեն կոմիտասից սկսել կամ կոմիտաս կատարել։ Գիտեք ինչ, հայկական
Թող կոմիտաս չլինի, թող ուրիշ բան լինի, ուրիշ հեղինակներ ունենք, չէ։ Չեմ ասում Մանսուրյանի մասին չեմ ուզում խոսել։ Բայց ինքը կուզենար, որ դուք իր մասին խոսեիք։ Չեմ կարծում։ Մենք իրար մասին չենք խոսում, մենք իրար սիրում ենք, ուղղակի։ Շուշանը երբ պատգամավոր էր առաջադրվելու, ձեր խորհուրդը հարցրեց, թե ոչ։ Ոչ։ Չհարցրեց։ Մենք խոսեցինք այդ մասին։ Ես ասեցի, որ ես հավատում եմ քո հայրենասիրությանը, հավատում եմ քո ազնվությանը, քո նվիրումին։ Ինչ որ դու անում ես, հավատում եմ քեզ։ Որովհետև այն ինչ որ ինքը անում է իր արվեստում, ինքը ծառայում է իր ժողովրդին, իր արվեստով, իր երգով, չէ՞։ Այս նույն բանն է։ Այս գործի մեջ էլ է ծառայելու իր ժողովրդին։ Ես հավատում եմ իրեն, ողջունում եմ իրեն։ Դուք ինչ կոչումներ ունեք։ Ոչ մի։ Ես Բա ունեմ եղավ։ անցյալ տարի ունեցա Սփյուռքի նախարարության կողմից, Տիկին Հրանուշի կողմից Կոմիտասի շքանշան։ Դա իմ միակ եւ ամենագնահատելի կոչումն է։ Շատ հուզիչ էր ինձ համար։ Շնորհակալ եմ իրեն այդ շքանշանը նվիրելու եւ գաղափարի համար, որովհետեւ Կոմիտասյան շատ երգերի միակ կատարողն եմ եղել, Կոմիտասի Անուշի անավարտ օպերայի միակ կատարողն եմ եղել։ Այդ երգերը, որոնք ես հիմա Լոս Անջելեսում երգում եմ Կոմիտաս Մարոնա Կայնե։ Դաշնակահարը, որ այստեղ Լևոն Աբրահամյանը, որ այստեղ տարիներով նվագակցել է Գոհար Գասպարյանին, ասում է, ես սա չեմ նվագել։ Ես հասկանում եմ ինքը այնտեղ է ապրում, վաղուց է ապրում, ես շատ հարգում եմ իրեն, շատ սիրում եմ իրեն։ Զարմացա, անմիջապես եկավ միտքս Հայաստան, արդյոք երգում են այստեղ։ Մարոնա Կայնե, չկա։ Ուզում եմ ասել, շատ երգեր դեռ չեն կատարվում, որոնք ես կատարել եմ Ռոբերտ Աթայանի հետ միասին։ Բայց որ ձեզ որևէ կոչում չեն տվել, դա մի քիչ ինձ համար զարմանալի է, դուք շատ հայտնի երգչու եք եւ ձեր երգացանկը միայն հուշում է, թե ինչի կարող եք արժանանալ ժամանակին։ Դրանից չեք նեղսրտում, որ այդպեսի ունեցան նեղսրտումներ, բնական է, մարդ ես ուզում ես գնահատվել, գիտեք, ես երբեք փառքի հետևից չեմ ընկել, երբեք, ես իմ գլուխը կախ իմ գործն եմ արել, երբեք չեմ սպասել կոչում եւ այլն, բայց ինչ խոսք, չես կարող ասել ոչ չեմ ուզում կոչիմ կամ ինչ խոսք, ներսում ինչ որ մի բան կա, որ ասում ես, ախր ինչու ես կան տվել եմ, բա արժանի չէ, ես իմ ժողովրդի զավակն եմ եւ այն ինչ որ անում եմ այնտեղ իմ արվեստն եմ տարածում, իմ հայ երաժշտությունն եմ տարածում, բա դա սա մեծ գործ է, չէ՞, եւ ես սիրով եմ անում, բայց ակնկալելիք չունեմ։ Ճիշտ եք ասում, որ պիտի լիներ, բայց չկա։ Ավստրալիայում հաստատ այդ հոգեբանությամբ չեն ապրում։ Ոչ միտեղ չեն ապրում։ Ոչ մի, ով է ասում Մարիա Կալաս ժողովրդական օպերա հաուսի մեներ կատարեք։ Իհարկե։ Եվ ընդհանրապես եւ դա ամեն ինչ նշանակում է։ Այ, վերջացավ։ Արաքս Մանսուրյան երգում է այսինչ դերը, վերջացավ։ Չեն գրում ժողովրդական արտիստ եւ այլն, չեն։ Բայց մեր երկրին կարծես թե ընդունելի է, այսինքն երբ դրսից լսում են ասում են, Հայաստանի ժողովրդական արտիստ կամ վաստակավոր։ Այո։ Գիտեք, դա իմ կորուստը չի, իրենց կորուստն է, կարծում եմ։ Ես ոչինչ չունեմ կորցնելու։ Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգը Լիզա Բելի կատարումներ կլինեն նաև Արաքս Մանսուրյանի կողմից։ Այո, միասին ենք այս համերգը անում։ Միասին։ Ես ուզեցի իր քանի որ իր հիվանդություններ, իր գաղափարը միասին էր, իր ցանկությունն էր սա երազանքներ լինել Հայաստանում եւ բարեգործական համերգ ունենալ եւ օգներ հիվանդ երեխաներին, քանի որ ինքը անցել է այդ ճանապարհով, քանի որ Բրիզբենում հաճախ արդեն ունենում է հավաքույթ երեկոներ այդ մարդկանց հետ, ովքեր որ այդ հիվանդության մեջ են այս պահին եւ ուզում է օգնել, հրաշալի մարդ է եւ շատ սիրում եմ իրեն որպես անձնավորություն եւ երգչուհի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հրավերությունների համար։ Լավ եղեք եւ առողջ։ Դուք նույնպես շատ շնորհակալ եմ։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, իմ զրուցակիցն այսօր հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանն էր։ Աջակցություն։